Զորահանդեսը անցկացված այս նախընտրական ժամանակահատվածում քաղաքական շոուի է նմանվում։ Զորահանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց բանակը բաժանել նախկինների եւ հիմիկվա։ Ոչ եմ անում, որպեսզի մեր ժողովուրդը ոտքի կանգնի, հունիսի 7-ի ընտրություններում մերժի։ Հարգելի աստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Օհանյան։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Օհանյան, ես հատուկ էսպես ձեզ հրավիրել եմ այսօր, որպեսզի հասկանանք, մի հատ ամփոփենք երեկվա զորահանդեսը։ Ինչպիսի տպավորություններ ունեք, առհասարակ զենքը, զինամթերքը, քանի որ դուք ավելի այդպես, որպես պաշտպանության նախկին նախարար ավելի լավատեղյակ եք, ինչ ունենք այսօր, ու ասում են օրինակ, որ հայկական արտադրության զենքերը գերակշիռ մաս են կազմում երեկվա զորահանդեսում։ Ընդհանուր եզրակացությունը հետևյալն է, որ զորահանդեսը անցկացված այս նախընտրական ժամանակահատվածում քաղաքական շոուի է նմանվում, ՔՊ-ի յուրահատուկ եւ նրան բնորոշ ինքնահավան պոպուլիզմով եւ հայկական զինված ուժերի քաղաքականացմամբ, որովհետեւ այս ժամանակահատվածում այդ գաղափարաբանությամբ եւ նաեւ այդ հռետորաբանությամբ անցկացված զորահանդեսը միայն քաղաքական նպատակ ունի։ Պարոն Օհանյան, բայց եթե հանրապետության օրներ, այսինքն ոչ թե հենց այնպես սովորական օրեր են տրված, այլ սիմվոլիկ օր, սա համընկնում էր, ինչ կասեք այս մասին։ Զորահանդեսները Հայաստանի Հանրապետությունում ընդունված է եղել անցկացնել անկախության օրը, սեպտեմբերի 21-ին, եւ բոլոր զորահանդեսները նախկին իշխանությունների օրոք անց են կացվել սեպտեմբերի 21-ին։ Եվ եթե պետք էր զորահանդեսի ժամանակ ցույց տալ մեր ուժը, մեր համախմբվածությունը եւ ոգեւորել, պետք է անցկացվեր անկախության տոնի կապակցությամբ, բայց այս ժամանակահատվածում զորահանդեսի անցկացումը միայն քաղաքական նպատակ ուներ, որովհետեւ դրա ապացույցները կան։ Միանշանակ հասկանալի է եւ բնականաբար հասարակական ընկալման տեսանկյունից յուրաքանչյուր գիտակից քաղաքացի Հայաստանի Հանրապետության ցանկանում է տեսնել իր բանակը հզոր, ցանկանում է տեսնել իր բանակը կատարելագործվող եւ փառատել այն մտավախությունը, այն մտահոգությունները, որ կան, որ բանակը իրոք անվտանգության երաշխավորն է հանդիսանում մեր ժողովրդի համար։ Բայց կարծում եմ, որ ժամանակ է պետք դեռևս, որ փորձագետները գնահատական տան եւ ընդհանուր զորահանդեսի կազմակերպման առումով եւ նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ցուցադրման։ Դուք հետևել եք տեխնիկային, օրինակ ինչ տեխնիկա էր ցուցադրվում։ Ես զորահանդեսին չեմ մասնակցել, բնականաբար։ Հրավեր չի եղել, թե բնականաբար կարծեմ հրավեր եղել է, բայց ես տեղյակ չեմ եղել, քանի որ քարոզչությամբ էին զբաղված եւ բնականաբար ես չէի մասնակցի, որովհետեւ մենք չէինք ցանկանում մաս կազմել այս շոուին։ Իսկ կադրերով, տեսանյութերով, օրինակ, չգիտեմ, տեսել եք այդ ցուցադրությունը, ինչպիսի զենք, ուզում եմ հասկանալ, ընդհանուր ինչ նոր զենք կար, որն էր հայկական արտադրության, ինչներ ձեռք։ Եթե դուք թույլ տաք, ես կարող եմ գնահատական տալ եւ ռազմական առումով եւ նաեւ քաղաքական տեսանկյունից։ Ռազմական առումով կարծում եմ, որ գիտեք, այդ գեղեցիկ կազմակերպված այդ միջոցառումը իր նշանակությունը կունենա, եթե այն ամրապնդվի նաեւ զորքի պատրաստությամբ։ Բնականաբար հասկանալի է, որ զորքի պատրաստությունը դա զորավարժություններն են եւ այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մենք չենք տեսել, նույնիսկ զինուժ ծրագիրը եթե նայենք, չենք տեսել զորավարժություններ եւ դա խոսում է նրա մասին, որ Հայաստանի զինված ուժերը համալրման խնդիր ունեն եւ նաեւ առօրյա գործունեության պատրաստության ճիշտ խնդիր ունեն։
Զորահանդեսի անցկացման մեջ երևի թե նաև գնահատական պետք է տրվի տեխնիկական որոշ տարրերի զորահանդեսի անցկացման ընթացակարգերի եւ կարծում եմ, որ եթե երկու մասի բաժանենք զորքերի անցումը եւ նաեւ սպառազինության ցուցադրումը, համամասնությունը խախտված է, որովհետեւ սպառազինությունը շատ դանդաղ էր անցնում եւ Հայաստանի իշխանությունները խնդիր էին դրել շատ դանդաղ կերպով բացատրել այն, ինչ որ իրենք ուզում էին ցուցադրել, բայց մեր համար, որ տեղյակ է ինչպիսի սպառազինություն կա բանակում, շատ նորություններ չկան, նորությունները երևի թե անօդաչու թռչող սարքերի մեծ քանակություններ եւ այդտեղ էլ խնդիր է առաջանում, թե այդ մեծ քանակությամբ եւ տարբեր տիպի անօդաչու թռչող սարքերի կառավարման մեջ ինչպես են իրենք կարողանալու դա օգտագործեն։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ զորքերի ցուցադրման խնդիր չկա, կա կառավարման խնդիր եւ այս ժամանակահատվածը, այս 5 տարիները Հայաստանի ղեկավարությունը լիարժեք չեն օգտագործել մեր զորքերը պատրաստելու համար։ Սպառազինության ցուցադրման մեջ մենք չտեսանք ռազմավարական զսպման ռազմական կոմպոնենտը, այսինքն ռազմավարական զսպումը սկսում է հեռահար միջոցներից, իսկ այդ հեռահար միջոցները եւ հեռահար խոցող միջոցները եւ գերճշգրիտ միջոցները մենք ունենք, չցուցադրվեց։ Օրինակի համար ցուցադրվեց մարտավարական օղակի նաեւ խորհրդային միության սպառազինություն, բայց Իսկանդերը չցուցադրվեց։ Ինչու՞։ Կարծում եմ նախ նրա համար, որովհետև Իսկանդերի արժեքը 10%-ով օգտագործումը այսօրվա իշխանության ղեկին նստած անձնավորության Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, ինքը իջեցրել է Իսկանդերի նշանակությունը, նրա արժանապատվությունը եւ արժանահավատ օգտագործումը եւ երկրորդը երևի թե հակառակորդին ցույց է տվել, որ մենք պաշտպանական համակարգ ենք, հեռահար միջոցները մինչև 60 կիլոմետր հեռահարությամբ միջոցներ էին։ Քաղաքական տեսանկյունից մի հարց ռազմականի վերաբերյալ, այսքան ճիշտ ենք հասկանում, որ հիմնականում ցուցադրված են պաշտպանողական բնույթի այդպես զենքերը։ Հիմնականում ցուցադրված են զենքեր, որը որ նաև կարելի է օգտագործել հարձակողական գործողությունների ժամանակ, բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանի խոսույթի մեջ ինչ է ասում։ Ասում է, որ մենք մարտունակ բանակը այլևս օգտագործում ենք ոչ թե մարտունակ բանակ հասկացությունը, այլ պաշտպանունակ բանակ, չհասկանալով, որ պաշտպանունակ խոսքը վերաբերում է պետությանը, որտեղ որ տնտեսության, տարածքի, բնակչության, բարոյաքեբանական մակարդակի, ռազմավարական նպատակների, ողջ ժողովրդի հավաքական կամքի հետ միասին նաև կոմպոնենտ է, բաղկացուցիչ մաս է մարտունակ բանակ։ Իսկ մարտունակ բանակ նշանակում է մարդ վարելու ունակ։ Այսօրվա զինված ուժերը պետք է մարդ վարելու ունակ լինեն, որոնց մեջ մտնում են եւ պաշտպանողական գործողությունները, եւ ռազմերթի իրականացումը, եթե անհրաժեշտ է, եւ նաեւ հարձակողական կամ հակահարձակողական գործողությունները։ Տեսեք, նշվում է հանրապետության օրը եւ հանրապետության օրվա վերաբերյալ ինչի մասին ասես Նիկոլ Փաշինյանը չխոսեց։ ՀԴՄ-ների հարկ վճարելու, աշխատավարձերի, բայց մեկ բառ անգամ խոսք անգամ չնշեց հանրապետության օրվա խորհուրդ եւ խորհրդանիշ հանդիսացող մեր հերոսական ժողովրդի պայքարը եւ Սարդարապատում, Աբարանում, Ղարաքիլիսայում տարած մեր հաղթանակը, որոնք որ ոչ միայն ռազմական հաղթանակ էր, այլ նաեւ ողջ ժողովրդի համախմբվածության պայքարի ոգու հարատևության եւ նաեւ մեր երկիրը պաշտպանելու եւ նաեւ մեր պետություն կառուցելու մեր ժողովրդի ունակություններն էր, որտեղ որ մեծից փոքր բոլորը մասնակցում էին եւ բառ անգամ դրա մասին չխոսեց։ Եվ ինչն է ամենավատը, որ այդ զորահանդեսի ժամանակ մենք տեսանք, որ զորահանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց բանակը բաժանել
նախկինների եւ հիմիկվա։ Նոր բանակ է ինքը կառուցում, կարծում դրանից մի քանի օր առաջ ինքը նաեւ արտահայտվել էր, որ ինքը զրոյից է բանակ կառուցում, նախկինները թողել են իրեն ավերած բանակ եւ ինքը զրոյից բանակ է կառուցում եւ դրա մասին մեկ անգամ արտահայտվել են, բայց հիմա էլ կցանկանայի ասել հետեւյալը, որ բանակը իրականում զրոյից է կառուցվել եւ բանակի կառուցման մեջ մեծ ներդրում ունի հայ ժողովուրդը, հայ ժողովրդի միասնականությունը։ Հայկական բանակը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին, մինչև այդ 91 թվականին նշանակվել էր առաջին պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանը եւ այնուհետեւ բոլոր կառավարությունների օրոք այդ բանակը զարգացել է, բոլոր կառավարություններն են, բոլոր պետական այրերը, նախագահները ամեն ինչ արել են, որպեսզի բանակը զարգանա եւ այդ զարգացող բանակը կամավորական ջոկատներից վերածվել կանոնավոր բանակի եւ առաջի պատերազմի ժամանակ եղել է հաղթանակած բանակ, այնուհետեւ հետագա տարիների ընթացքում ինքը ապահովել է իր մրցունակությունը, այսինքն եղել է մրցունակ բանակ, որովհետեւ ամեն օր իր արժեվ դրված խնդիրը մարտական հերթապահությունում կամ տարբեր, ասենք սադրանքների ժամանակ ինքը կարողացել է հաջողությամբ դուրս գալ եւ հաղթանակով դուրս գալ, իսկ միջազգային առումով ինքը ապացուցել է, որ նաեւ ինքը եւ զարգացող է եւ փոխգործունակ է, որովհետեւ միջազգային տարբեր մրցույթների, տանկային բիաթլոնների, տարբեր զորավարժությունների ընթացքում բանակը իրեն ցույց է տվել պատրաստված եւ զարգացող եւ այս առումով խոսել, որ բանակը զրոյից է կառուցում, ես այսպես եմ արտահայտվել, որ բանակի զրոյից կառուցման հետ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր առմամբ կապ չունի, ինքը կապ ունի հետագայում բանակը հետևողականորեն զրոյացնելու հետ։ Եվ այսօր բանակը, երբ որ դու բաժանում ես նախկինների եւ ներկայի բանակի եւ նաեւ ասում հիմա ավերակներից զրոյից բանակ են կառուցել, ինքնին դու բանակը քաղաքականացնում ես։ Եվ այդ է պատճառը, որ մենք չենք մասնակցել, եւ այդ է պատճառը, որ հիմա ես կրկնում ասում եմ, որ բանակի զորահանդեսի անցկացումը միայն ու միայն քաղաքական նպատակ ունի այս իշխանությունների համար։ Պարոն Օհանյան, նայեք, իրենք նաև ասում են, սա ոչ միայն այսպես զորահանդես էր իր բնույթով, այլ հաշվետվություններ ժողովրդին, ասում են, տեսեք, մեզ ընդդիմությունը անդադ մեղադրում, որ բանակը քանդում եք, զենք ձեր չեք բերում, այսպես, այնպես, բայց ասում են, տեսեք, այսօր մենք հաշվետվություն ենք ներկայացնում ժողովրդին, որ տենանք, որ ընդդիմությունը ձեզ Հարությանը ստել է, որ իրենք բանակ են քանդում եւ տեսեք, ասում են, ինչ զենք ենք բերել, ու դրա համար սա հաշվետվություն էր նաեւ։ Ну, նախ, երբ խոսքը վերաբերում է բանակը քանդելուն, պետք է մենք հաշվի առնենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունը եւ այնուհետեւ ոչ մի բան չանելը, որպեսզի Ադրբեջանը այսպես երկարատև ճանապարհ անցնի եւ գա տիրանա մեր ռազմավարական մի քանի կետերին։ Իսկ ինչ վերաբերում է սպառազինությանը եւ զորքերի անցմանը, ես կարող եմ ասել, որ այնտեղ կար սպառազինություն, որը նախկինում էր գնվել եւ սպառազինության մի որոշ մասը, որոնք որ ռազմավարական նշանակության սպառազինություն էին եւ ապահովում էին հակառակորդի խոցման հեռավորությունները 60 կիլոմետրից այն կողմ մինչև 300 կիլոմետր չցուցադրեցին։ Իմ համար զարմանալի է, երբ որ այլ երկրներից սպառազինության ձեռքբերումը իրենք ներկայացնում էին որոշ մասը որպես հայկական եւ հայկական անուններ էին դրել եւ չգիտեմ հիմա այն երկրները որտեղից որ մենք ձեռք ենք բերել ինչպես են վերաբերվելու Այսինքն դրսից ձեռք բերված ենքը հայկական անուններով էին հիմա ես չեմ ուզում այդ անուններին անդրադառնալ բայց միայն այդ զորահանդեսով ցուցադրվածով մենք չենք կարող ասել որ այն միջոցները այն պարտքը որ Հայաստանի Հանրապետությունը 8 միլիարդի չափով ավելացել է
այդտեղ էր գտնում եւ մեր ունեցած տեղեկություններով եւ պարտադիր չէ որպեսզի դու ներսից տեղեկություն ունենաս Եվրոպայում սպառազինության սովորական սպառազինության վերահսկման մեխանիզմների շրջանակներում մենք գիտենք թե ինչ պայմանագրեր են կնքվել եւ ինչ է ձեռք բերել սա մեր ժողովրդի աչքերին սովորական ժողովրդի աչքերին թոս փչել է բայց նորից եմ կրկնում բնականաբար որ մեր ժողովուրդը ցանկանում է տեսնել բանակը ավելի լավ բայց այս զորահանդեսը չնայած իր կազմակերպվածության որոշակի աստիճանից որովհետեւ կարծում եմ որ բանակը այդ հմտությունը բանակը այդ ունակությունը ունի եւ Նիկոլ Փաշինյանը իր տնից չի բերել ոչ նվագախումբը, ոչ պատվո պահակային վաշտը, որը որ տարիների ընթացքում կատարելագործվել է, ոչ հրամանատարական կազմը, որոնք որ ունեն այդ ունակությունները զորահանդես կազմակերպելու, բայց մեր համար անչափ կարևոր է, որպեսզի այն ամենը ինչ որ ցուցադրվում է, այդ ամենը յուրացվի անձնակազմի կողմից, իսկ յուրացումը տեղի է ունենում զորավարժությունների ընթացքում, զորավարժություններ մենք չենք տեսնում։ Բնականաբար գնահատականը մեկն է, որ այս զորավարժությունը քաղաքական նպատակներ ունի, մանավանդ նախընտրական այս ժամանակահատվածում եւ ԿՊ-ին համահունչ, ԿՊ-ին բնորոշ ինքնահավան պոպուլիզմ է, նորից եմ կրկնում։ Պարոն Օհանյան, քանի որ նաև նախընտրական փուլում ենք, դուք էլ հա, այսպես թեև չեք առաջադրվել որպես տեխնատու, բայց մասնակցում եք քարոզարշավին, ինչպեսի ընդհանուր պատկեր կա, եթե տեսնենք հիմնական ուժերը, հա, մեկը մի հայտարարություն է անում, իշխանություն, ընդդիմություն, մյուսը այսպես կոշտ արձագանքում, վիրավորանքներ, հայհոյանքներ, այսպիսի թեժ փուլում է, հա, հիմնականում քարոզարշավը շփումներում ինչպիսի պատկեր ունեք հանրությունից։ Ես երկար չեմ վերլուծի, որովհետև ժամանակի առումով մենք սահմանափակում ունենք, ես կարող եմ ասել հետևյալը, որ կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում ուժերը փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը, փորձում են ներկայացնել իրենց տեսլականը Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների զարգացման առումով Հայաստան դաշինքը ոչ միայն ներկայացնում է իր ծրագրերը, ոչ միայն գնահատական է տալիս, այլ նաև ժողովրդի հետ շփման, ինտերակտիվ հարց ու պատասխանի արդյունքում լրացնում է իրավիճակի գնահատականի եւ նաեւ մեր տեսլականի բոլոր այն ուղղությունները, որ մենք իրագործելու ենք, ասենք իշխանության գալու պայմաններում, բայց իշխանության կողմից Նիկոլ Փաշինյանի խոսույթը, երբ որ հաշվի առնենք, ինքը այսպես որոշակի ջրբաժան է գծել եւ այսօրվա այսպես քարոզչական ողջ ընթացքը վերածել է ատելության քարոզչության։ Մենք բազմիցս անգամ նշել ենք եւ բազմիցս անգամ մեր ժողովուրդը տեսել է, թե ինչպիսի ատելության խոսք ունի եւ բազմաթիվ անգամ Նիկոլ Փաշինյանը ինքն է խոսք տվել իրենց կուսակցության եւ ընդհանուր առմամբ շփման վարքականոնի, շփման նրբությունների, քաղաքակրթական, քաղաքակիրթ, բարեկիրթ վերաբերմունքի հետ կապված, բայց առաջին հերթին հենց ինքն է խախտում եւ ինքն է վերածել ատելության, այսպես քարոզչության։ Տեսեք, նախընտրական ժամանակահատվածում այս քարոզչության ժամանակ ինքը անխնա օգտագործում է պետության բոլոր ռեսուրսները, օգտագործում է վարչական բոլոր ռեսուրսները։ Ինքն էլ ասում է ընդդիմությունն էլ կաշառք է բաժանում։ Օգտագործում է ուժային բոլոր կառույցներին, տեսեք թե ինչպիսի ինքը կազմով, ինքը մեկնում է տարբեր շրջաններ, տարբեր մարզեր, միջև իր գնալը ոստիկանական ամբողջ համակարգը ինչ միջոցառումներ է կազմակերպում, ինչպիսի ստուգումներ է իրականացնում, այնինչ ինքը սովորական տեխնացուի նման պետք է գնա եւ քարոզչություն իրականացնի, բայց բացի դրանից ինքը իր խոսույթի մեջ, տեսեք ինչ ատելության խոսք է ասում եւ ընտրվելուց հետո ես այս եմ անելու, այն եմ անելու, չգիտեմ,
կզացնելու եմ, կներեք այդ խոսքի համար, ասում եք Քոչարյանը բանտ է նստելու, բանտ են նստելու եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ իր այս խոսույթի համար Նիկոլ Փաշինյանը առաջին տեխնացուն է բանտի։ Ոչ միայն այս քարոզարշավում ատելության մթնոլորտի ձևավորման, այլ նաեւ այն ամենի, այն բոլոր գործողությունների, որոնք որ արհավիրք են բերել Հայաստանի Հանրապետության եւ մանավանդ Արցախի համար։ Այդ հանցագործությունների համար ինքը պատասխանատվություն պետք է կրի։ Եվ կարծում եմ, որ նաեւ քարոզարշավի եւ այդ նախընտրական այս իրական գնահատականի արդյունքում պետք է ասենք, որ իշխանությունները այսօր զգում են, որ հողը երերում է իրենց ոտքերի տակ, դրա համար նույն զորահանդեսն են օգտագործում, քաղաքականացնելով բանակը, օգտագործելով բանակի։ Պարոն Օհանյան, իսկ սրանք քաղաքական հայտարարություններ են, թե որպես այդպես սպառնալիք, օրինակ, որ ասում է, տեսեք, օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է դու բանտ ես նստելու, Գագիկ Ծառուկյանին ասում էր դու նստելու ես վանդակում ես նստելու խոսքեր տալի այդպիսի հայտարարություններ։ Ընդդիմությունը մտավախություն չունի, որ վերընտրվելու դեպքում կարող է Կարծում եմ, որ մեր բոլորիս գործողություններում եւ ընդհանուր առմամբ նաեւ Հայաստան դաշինքի ողջ անձնակազմը հասկանում է, որ ինչպիսի քայլեր կարող է ինքը իրականացնել, բայց վախի մթնոլորտը մեր մոտ արդեն մեր մոտ ընդհանուր առմամբ ոչ եղել է, ոչ էլ հիմա կա։ Ինքը չի կարող վախեցնել մեր ժողովրդին, ես հիմա կոչ եմ անում, որպեսզի մեր ժողովուրդը ոտքի կանգնի, հունիսի 7-ի ընտրություններում մերժի ընդհանուր առմամբ նման վարքագծով, նման պահելա ձևով այս իշխանություններին, որոնք որ եւ արհավիրք են բերել հայ ժողովրդի գլխին եւ նաեւ այսօր սպառնալիքով են խոսում, խախտելով նախընտրական այսպես բոլոր քայլերը, նախընտրական ժամանակահատվածի բոլոր ընթացակարգերը եւ երբ որ ինքը ասում է այս մեկը պետք է նստի, այն մեկը պետք է նստի, առաջին հերթին ինքը երկարատև պետք է նստի, որովհետև ինքն է բերել այս ժողովրդի գլխին այսպիսի արհավիրք եւ իր ղեկավարության ժամանակ բազմաթիվ անգամ մենք ասել ենք իր ղեկավարության ժամանակ այս 7-8 տարիների ընթացքում ամեն տարի մենք ունեցել ենք ձախողումներ, թերություններ, պարտություններ, անհաջողություններ եւ պետք չէ թույլ տալ, որ 26 թվականի ընտրություններում էլ նորից ընտրվի մի մարդ, որը որ հայ ժողովրդին տանում է անկման։ Տեսեք, ինքը կարծում եմ, որ այդ սրտիկների մեջ կա կեղծիք, իսկ սրտիկների այդ կենտրոնում իր, չգիտեմ, ինքնահավան ժպիտը կեղծավորություն է, իսկ սիրում եմ բառի հետևում ատելությունն է։ Ընդհանուր առմամբ ինքը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, պատերազմ է հայտարարել ընտրությունների ընթացքում բոլոր տեխնացուներին եւ այդ պատերազմով ինքը ուզում է խաղաղություն մուրա մեր հակառակորդներից Ադրբեջանից։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Օհանյան, զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր։ Շնորհակալ եմ մեր եթերին հետևելու համար, կհանդիպենք